Սարգիս, կարաս մի հատ պատասխան տաս։ Այդ երբանից է հպարտ հայը, դու էր ասում, չէ՞ որ դու հպարտ հայ ես։ Իրան թույլ տալի հելնի ու հանրահայտ կպնի սեռականին, անձնականին, սրբությանը։ Խի ես կարծում, որ այդ ինչ էքսպերիմենտներ եք արել, հելել եք սոցիալական ապրոցներ եք արել, ստատիստիկա եք հավաքել, այդ ոնց է ձեր մոտ այդ կարծիքը կազմվել, որ Հայաստանում կան չբավարարված կանայք։ Գիտես, ես 3 օր առաջ հելել քո ոդկասթը, ես 3 օր ձեն չհանեցի, ասի կարող է հելնես մի հատ գոնե տեսահոլովակ տեղադրես, որտեղ դու ոնց որ տղամարդավարի ասես կներեք, հիմա բլթցրել եմ, չեմ ուզեցել, ուրիշ բանի նկատի ունեի, բայց դու հելնում ես Instagram-ում տեսահոլովակ ես տեղադրում, որտեղ ասում ես դու կոնտեքստից հանել եք այդ բառերը ու դաժե չես էլ ասում, եթե ինչ-որ մարդկանց էս իմ ասածը ինչ-որտեղ նեղացրել է, թող ներեն ինձ։ Խի չես անում։ Ես ասեցի կարող է դու որ գործարար Սամվել Կարապետյանի տղեն ես, ինքն էլ դե ուղեղով մարդ է, չէ՞ որ այդքանին հասել է։ Բնականաբար կարող է։ Հելներ գներ մի հատ խորհրդակցեի իրավաբանների հետ, հելներ գներ խորհրդակցեի ձեր պոլիտտեխնոլոգների հետ, PR մենեջերների հետ, այն եվրեի, ում հիմա բանը ձեր մեծ ձևով կուսակցությունը խնդալասել է գալի։ Փողա տալի, որ ստե Հայաստանում PR ակցիաներ անցկացնեն։ Բայց դու էդ էլ չարեցիր։ Չգնացիր, մի հատ չխորհրդակցեցիր, խի չարեցիր, որ գնայր ասեիր, իրանք նախ քեզ ասելու են, հելի մի հատ ներողություն խնդրի։ Հիմա հելի մի հատ ներողություն խնդրի, որովհետև քո ասածը ասած չի կարելի, դու հասկանում ես, չի կարելի մարդկանց անձնականին կպնել։ Տես ես սենց հանգիստ եմ խոսում, որովհետև դու իմ համար շատ թույլ, ես դաժե քեզ պոլիտիկ չեմ կարացեմ, էլի դիվանագետ։ Ընդամենը մի 10 րոպե հելնես հետս պրիմո էֆիր ու սաղ ձեր ունեցվածքը, եթե դու ինչ-որ բան ունես, էլի ակտիվներ ունես ձեր ֆոնդում, սաղ ձեր ունեցվածքները Ռուսաստանում կարող է անգնի սանկցիաների տակ։ Դրա համար եմ ես հանգիստ խոսում, դու շատ թույլ ես, դիվանագիտությամբ շատ թույլ ես։ Հելելիք շոշափում եք ինչ հարցեր, ինչ եք ասում, դուք ձեր ասածով ուր հասակ, ձեր նպատակը ինչ էր։ Ինչ եք ուզում, ուզում եք որ հելնեի ասեի, թե բանը, Նարեկը ուզում է սարքի Հայաստանը Ռուսաստանի զավոդ, այդ իր 300,000 աշխատատեղով։ Մենք Հայաստան բերելու ենք 300,000 աշխատատեղ, բերող էիք, բերեիք, մինչև հիմա բերեիք։ Գիտեք, չէ՞ խի չեմ բերում ժողովուրդ, որովհետև բան են անում, էլի ոնց որ այդ հարմարությունը ձեր վրա վաճառեն ձեր ձայների դիմաց, փորձում են, ոնց, ռուսինն է էդի սախ։ Այդ իմ անձնական կարծիքն է, ով ոնց ուզում է թող կարծի, իմ անձնական կարծիքով, այդ սա ռուսի պլանն է։ Ռուսն ասա, ես կբերեմ մի հատ այդ զավոդ կսարքեմ, հա տեսել եմ, Նարեկի ինտերվյուն եմ նայել։ Գիտեմ ինչա ուզում անի, ուզում է Հայաստանը բան անի, ոսկու նման դնի լոմբարդ Չինաստանին, բան վեկալի, գումար վեկալի Չինաստանից, այդ ապրանքը զավոդի համար, որ իրանք ուզում են ինչ-որ оборудование առնեն, հա, որը պետք է աշխատացնեն, որը պետք է ստեղծի աշխատատեղեր։ Դրա համար պետքա գումար, իրանք այդ գումարները չունեն, շատ խոշոր մեծ գումարների մասին է խոսքը։ Իրանք ուզում են Հայաստանը գրավ դնեն, որ հանկարծ, եթե չստացվեց, բիզնես է դե։ Բիզնեսում ստատիստիկան սենց է աշխատում։ Դու պետք է 7 տարբեր բաներ, նապրավլենյաներ տեղադրես, որ սարքես, փորձես, զարգացնես, որ մի հատը աշխատի, 6 հատը վարի է այդալու։ Ստատիստիկայի այդ իմ բառերը չի, էկոնոմիկայի ստատիստիկան է այդի։ Իսկ իրանք մի հատ պլան են արել, ու այդ մի հատ պլանով ուզում են Հայաստանը դնեն բանի տակ, գրավի տակ, Չինաստանին, որ հետո հանկարծ եթե չստացվի, մենք ձեր հետ հարկ վճարենք, էլ այդ իրանց այդ, եթե հանկարծ չստացվի, սխալի համար մենք վճարենք այդ տոկոսները։ Այդ են ուզում անեն։ Ռուսը որոշել է, որ այդ ձևով իր ջեբից փող չհանելով, դաժե տենց էլի, ասենք դաժե չի ասում, մենք բերելու ենք ձեզ գումար տանք, դուք այդ գումարով ինչ-որ զավոդ եք բացելու, որտեղ ստեղծելու եք 300,000 աշխատատեղ։
Կասում է, չէ, արի ուրիշ ձև անենք, սրանք կարողա չեն հասկանում, կարողա էկոնոմические образование չունեն, ֆինանսներից ոչի բան չեն հասկանում, լիկվիդնոստը չգիտեն ինչ բան է։ Եկեք փորձենք սրանց խաբենք, թող իրանք իրանց ձեռով իրանց քարի տակ փոսը գցեն։ Էդ են ուզում անեն։ Ձեր սա ծրագիրը Պուտինի պլանն է։ Ես չէի ասի տենց, չէի ասի, եթե ձեր կապիտալիզացիայի 80%-ը Պուտինի ձեռը չլներ։ Դուք ընդհանրապես ձեր սաղ ֆոնդերի 20%-ն է Հայաստանում, տոլի 18, այն մնացածը 80%-ը 4.5 միլիարդ դոլարից Ռուսաստանում է։ Ու ինչ որ մեկը կարա ստեղ հելնի ու ասի, որ այն մարդը, որ իր 80% կապիտալիզացիան պահում է Ռուսաստանում, Հայաստանի համար է անում են ինչ անում է, հա, ու մեկ ուզում խաբեք։ Սարգիս մի հատ մտածի։ Շատ բաներ հիմա չեմ ուզում ասեմ, ինքան բան ունեմ ասելու, ես շատ բաներ գիտեմ, որի մասին դաժե հիմա հանրահայտ չեմ ասում։ Ռուսաստանից ունեմ այդ ինֆորմացիան ձեր մասին։ Հելի մի հատ տղավարի ասա կներեք, ժողովուրդ, չէի ուզում, սխալվել եմ, ոնց ուզում ես ինտերպրետացիա արի ռուսերեն ասեմ, интерпретируй, как хочешь свои мысли, но извинись, надеюсь, ты меня поймешь։ Այդ իմ անձնական կարծիքն է, ով ոնց ուզում է թող կարծի, իմ անձնական կարծիքով, այդ սա ռուսի պլանն է։ Ռուսն ասա, ես կբերեմ մի հատ այդ զավոդ կսարքեմ, հա տեսել եմ, Նարեկի ինտերվյուն եմ նայել։ Գիտեմ ինչա ուզում անի, ուզում է Հայաստանը բան անի, ոսկու նման դնի լոմբարդ Չինաստանին, բան վեկալի, գումար վեկալի Չինաստանից այդ ապրանքը զավոդի համար, որ իրանք ուզում են ինչ-որ оборудование առնեն, հա, որը պետք է աշխատացնեն, որը պետք է ստեղծի աշխատատեղեր։ Դրա համար պետքա գումար, իրանք այդ գումարները չունեն, շատ խոշոր մեծ գումարների մասին է խոսքը։ Իրանք ուզում են Հայաստանը գրավ դնեն, որ հանկարծ, եթե չստացվեց, բիզնես է դե։ Բիզնեսում ստատիստիկան սենց է աշխատում։ Դու պետք է 7 տարբեր բաներ, направленияներ տեղադրես, որ ու սարքես, փորձես, զարգացնես, որ մի հատը աշխատի, 6 հատը վարի է այդալու։ Ստատիստիկայի այդ բառերը չի, էկոնոմիկայի ստատիստիկան է այդի։ Իսկ իրանք մի հատ պլան են արել, ու այդ մի հատ պլանով ուզում են Հայաստանը դնեն բանի տակ, գրավի տակ, Չինաստանին, որ հետո հանկարծ եթե չստացվի, մենք ձեր հետ հարկ վճարենք, էլ այդ իրանց այդ, եթե հանկարծ չստացվի, սխալի համար մենք վճարենք այդ տոկոսները։ Այդ են ուզում անեն։ Ռուսը որոշել է, որ այդ ձևով իր ջեբից փող չհանելով, դաժե տենց էլի, ասենք դաժե չի ասում, մենք բերելու ենք ձեզ գումար տանք, դուք այդ գումարով ինչ-որ զավոդ եք բացելու, որտեղ ստեղծելու եք 300,000 աշխատատեղ։ Կասում է, չէ, արի ուրիշ ձև անենք, սրանք կարողա չեն հասկանում, կարողա էկոնոմические образование չունեն, ֆինանսներից ոչի բան չեն հասկանում, լիկվիդնոստը չգիտեն ինչ բան է։ Եկեք փորձենք սրանց խաբենք, թող իրանք իրանց ձեռով իրանց քարի տակ փոսը գցեն։ Էդ են ուզում անեն։ Ձեր սա ծրագիրը Պուտինի պլանն է։ Ես չէի ասի տենց, չէի ասի, եթե ձեր կապիտալիզացիայի 80%-ը Պուտինի ձեռը չլներ։ Դուք ընդհանրապես ձեր սաղ ֆոնդերի 20%-ն է Հայաստանում, տոլի 18, այն մնացածը 80%-ը 4.5 միլիարդ դոլարից Ռուսաստանում է։ Ու ինչ որ մեկը կարա ստեղ հելնի ու ասի, որ այն մարդը, որ իր 80% կապիտալիզացիան պահում է Ռուսաստանում, Հայաստանի համար է անում են ինչ անում է, հա, ու մեկ ուզում խաբեք։ Սարգիս մի հատ մտածի։ Շատ բաներ հիմա չեմ ուզում ասեմ, ինքան բան ունեմ ասելու, ես շատ բաներ գիտեմ, որի մասին դաժե հիմա հանրահայտ չեմ ասում։ Ռուսաստանից ունեմ այդ ինֆորմացիան ձեր մասին։